մնալ դրական եւ երկրում արձանագրվել է 25 թվականին 7.1% տնտեսական աճ։ 2021-25 թվականներին համախառն ներքին արդյունքի միջին աճը եղել է 7.9%, ինչը ավելին է, քան կառավարության ծրագրում եւ կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում նշվել է, մասնավորապես 7%։ Ներկայացնեմ նաեւ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացումը բնութագրող մի քանի համեմատականներ, որոնք եւս կարծում եմ կարեւոր են, այսպես 25 թվականին 17-ի համեմատ համախառն ներքին արդյունքը աճել է 54%-ով, կազմելով 11.3 տրիլիոն դրամ կամ 29.3 միլիարդ ամերիկյան դոլար, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն աճել է 2.4 անգամ, հասնելով 9500 դոլարի, եւ տնտեսության մեջ ընդհանուր արտադրողականությունը 17 թվականի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ, կազմելով 11.3 ամերիկյան դոլար մարդ ժամ։ Միևնույն ժամանակ արտաքին առևտրաշրջանառությունը 25 թվականին կազմել է ավելի քան 21.4 միլիարդ ամերիկյան դոլար, 25 թվականի ներմուծումը 13 միլիարդ դոլար է եղել, 17 թվականի համեմատ աճելով 3.2 անգամ, իսկ արտահանումը 8.4 միլիարդ դոլար է եղել, 17 թվականի համեմատ աճելով 3.8 կամ կարելի ասել շուրջ 4 անգամ։ Եթե խոսենք փոքր արդեն բյուջետային ծրագրերի հետ կապված, նշեմ հետևյալը, որ կառավարության, ինչպես գիտեք, նախարարության ոլորտում կան ճյուղեր, որոնք այսօր քննարկման չենք ներկայացնելու, մասնավորապես գյուղատնտեսության հատվածը, եւ կներկայացնեմ միայն տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտը։ 2025 թվականին պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 79.5 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է մոտ 77 միլիարդ դրամ կամ 97.2%, եւ նշեմ, որ 10 ծրագրերի շրջանակում իրականացվել է 75 միջոցառում, մասնավորապես տնտեսության զբոսաշրջության ոլորտին հատկացվել է 36.5 միլիարդ դրամ, որից եւ ճշտված պլանը կազմել է հետագայում 34.6 միլիարդ դրամ եւ 34 միլիարդ դրամ ֆինանսավորվել է, մասնավորապես ինչ աշխատանքներ են իրականացրել այստեղ, առաջինը ուզում եմ խոսել էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մասին, դա ըստ էության պետական ապարատն է, համակարգն է, այնուհետև ուրեմն օտարերկրյա պետություններում առևտրային ներկայացությունների նպատակներ, խնդիրների լուծումն է, մասնավորապես Իրանում եւ Չինաստանում ունենք առևտրային ներկայացուցչություններ, Կարող ենք վերսկսել, խնդրեմ, պարոն Պապյան։ Այստեղ ամենակարևոր ծրագիրը տնտեսության արդիականացման պետական միջոցառումն է, որի համար հատկացված է 19.4 միլիարդ դրամ, սակայն ի վերջո ծախսվել է 22.9 միլիարդ դրամ, եւ միջոցառման շրջանակում արտադրական հնարավորությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների ներմուծման խթանման նպատակով մատչելի պայմաններով վարկեր է տրամադրվում բիզնեսին եւ 5176 շահառու ստացել է սուբսիդավորվող վարկ, 9451 հատ ընդհանուր առմամբ, որով ձեռք է բերվել 3560 միավոր մեքենա սարքավորում եւ դրանց բաղկացուցիչ մասեր։ Երկրորդ ծրագիրը, որը կուզեի առանձնացնել, դա բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով տնտեսվողների աջակցության ծրագիրն է։ Այս ծրագրով բյուջեն 1.6 միլիարդ էր ճշգրտված եւ ի վերջո 1.4 միլիարդ է հատկացվել, այդքանի կարիք է եղել եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով նախարարության միջոցով տնտեսվարողներին սուբսիդավորման միջոցառման շրջանակում 36 կազմակերպության 377 բարձր որակավորում ունեցող մասնագետի տրվել է ուրեմն աջակցություն։ Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրով 13 միջոցառում է իրականացվել, հաստատված բյուջեն եղել է 4.7 միլիարդ դրամ, բայց ի վերջո 4.9 միլիարդ է ուրեմն ծախսվել, արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ըստ էության
մոտ 388 միլիոն դրամ է ծախսվել, որի միջոցով տարբեր էքսպոների, PR միջոցառումների, տարբեր ֆորումների, համաժողովների է մասնակցել մեր ուրեմն բիզնեսը։ Տեքստիլ ոլորտի զարգացման նպատակով աջակցել ենք տեքստիլի օպերատորին եւ ըստ էության դրա գործունեությունն է սկսել։ Թողարկման եւ վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով մոտ 205 միլիոն դրամի աջակցություն են ստացել 7 տարբեր կազմակերպություններ, մասնակցել ենք Ճապոնիայի ուրեմն Օսակայում տեղի ունեցած Expo 2025 միջոցառմանը, որտեղ ըստ էության 296 միլիոն դրամ գումար է ծախսվել եւ ավելի քան 1 միլիոն այցելու է ունեցել մեր տաղավարը։ Պետական աջակցության ուրեմն միջոցով աջակցել են կլինիկական փորձարկումներին, կենսահամարժեքությանը, դեղերի գրանցումներին, դրանց փորձարկումներին եւ այլն։ Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման պետական աջակցության ծրագրով 283 միլիոն դրամ ենք հատկացրել, որով ուրեմն աջակցություն է ստացել 637 աշխատողներ, որոնք առաջի անգամ մշակող արդյունաբերության ոլորտ մուտք են ուրեմն գործել։ Ենթակառուցվածքներ ներդրումներով մոտ 550 միլիոն դրամի աջակցություն է տրվել 3 կազմակերպության, որոնք 5.5 միլիարդ դրամի ներդրում են արել եւ դրա դիմաց մենք իրենց աջակցել ենք տարբեր տեսակի կապիտալ շինարարությամբ։ Արտահանման Եվրոպական միության եւ մի քանի այլ երկրներ արտահանման խթանման նպատակով օժանդակություն է տրամադրվել 31 ընկերության, որոնք 2.8 միլիարդ դրամի օժանդակություն են ստացել եւ դրա արդյունքում նրանք ավելի քան 15%-ով ավելացրել են արտահանումը Եվրոպական միություն եւ այլ երկրներ, մասնավորապես տեքստիլ, հագուստ, սնունդ, խմիչք, հյութեր, շոկոլադ եւ այլ ուրեմն ոլորտների մասին է խոսքը եւ զբոսաշրջության ոլորտում 1.5 միլիարդ դրամ գումար է ծախսվել եւ տարբեր ուրեմն ներքին եւ արտաքին միջոցառումների իրականացման համար, կապիտալ շինարարությունների համար եւ այս միջոցառումների արդյունքում նաեւ շուրջ 3% ունենք նաեւ զբոսաշրջության մեջ աճ, որը ըստ էության ավելի բարձր տեմպերով նաեւ շարունակվում է այս տարի։ Թերևս այսքանը, մնացածը հարցերի տեսքով կպատասխանեմ, եթե լինեն։